Հայազգի նկարիչ, ֆրանսիական արդի արվեստի ականավոր դեմքերից Ժանսեմը Հովհաննես Սեմերջյան ծնվել է 1920 թվականի մարտի 9-ին Սելեզում, Թուրքիայի Բուրսա քաղաքի մոտակայքում։ Նա ծնվել է մետաքսագործերի ընտանիքում։ 1922 թվականի հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան։ Հոր վախճանից հետո նրա մայրը 1931 թվականին որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա և հաստատվում է Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում։ Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպարնասի ազատ ակադեմիաները 1934-36 թվականներին։ 1938-ին նա ավարտում է Փարիզի Զարդարվեստի բարձրագույն դպրոցը։ Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում։ Նրա աշխատանքները սկսել են ցուցադրել 1944 թվականից։ Սկզբնական շրջանում նա հանդես է եկել զուտ ազգային թեմաներով՝ հայուհին, հայկական հարսանիք, թաղում և այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։ Ժանսեմն իր կյանքի ընթացքում 2 անգամ է Հայաստան այցելել։ Վերջինը 2001 թվականին և այդ ժամանակ Ցեղասպանության թանգարանին է նվիրել իր եղեռն շուրջ 40 նկարներից բաղկացած շարքը։ Ժանսեմի ստեղծագործության հիմնական թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից, հատկապես հայոց մեծ եղեռնի արհավիրքից հետո։ Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ, որը նշանակում է թշվառների նկարիչ։ Ժանսեմն ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում և այլ քաղաքներում։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և անհատական հավաքածուներում։ Ժանսեմը վերջին տարիներին չէր կարողանում նկարել տեսողության կորստի պատճառով։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նրա որդին Ժանի Ժանսեմը ասել էր, որ վերջին տարիներին նա անգամ դժվարությամբ էր արդեն շարժվում։ Թողնելով գեղեցկագույն աշխատանքներ, հայազգի նկարիչը մահացել է 2013 թվականի օգոստոսի 27-ին։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։